Thank you, Honorable Mr. President, distinguished colleagues. Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, մեծ պատիվ է այս վեհաժողովին դիմել մի թեմայով, որը մեր սերնդի համար բարոյական հրամայական է։ Ես Հայաստանից եմ, մի երկրից, որը շարժվում է դեպի կայունության նոր դարաշրջան։ 2025 թվականի օգոստոսի 8-ին մենք շրջեցինք պատմական էջ։ Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագիրն ավելին էր, քան պարզապես կարևոր իրադարձություն։ Այն փոխադարձ ինքնիշխանության հանձնառություն էր ամրագրված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրում։ Այսօր տասնամյակների ընթացքում առաջին անգամ արդեն գրեթե 2 տարի է մեր սահմաններին զոհեր չեն եղել։ Զենքերի լռությունը մեր հույսի ամենահզոր ուղերձն է։ Հույսը դառնում է տևական, երբ այն իրական օգուտներ է բերում։ Through the Trump Road for International Peace and Prosperity, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման ծրագրի միջոցով մենք հարավային Կովկասը վերածում ենք հաղորդակցության հանգույցի։ Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանից բեռնատար գնացքը հասավ Հայաստան Վրաստանի տարածքով 1991 թվականից ի վեր առաջին անգամ։ Մենք նաեւ պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև տարանցիկ փոխադրումներին, հավատալով, որ փոխկախվածությունը թշնամանքի լավագույն հակաթույնն է։ Իմ կառավարությունն ընդունել է իրական Հայաստանի տեսլականը՝ մի պետություն, որը խարսխված է իր միջազգայինորեն ճանաչված սահմաններում։ Դիվանագիտությունն ընտրելով մենք նաև ապահովել ենք մեր քաղաքացիների վերադարձը գերությունից։ as we approach our parliamentary election in June 2026, Մոտենալով 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին մեր նպատակն է խաղաղությունն ու ժողովրդավարությունը դարձնել անշրջելի։ Մենք հասկացել ենք, որ մեր ճակատագրերը փոխկապակցված են։ Եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի։ Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ։ Շնորհակալություն։